Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ներկայացրել ենք մեր բոլոր առաջարկությունները։ Ցավոք սրտի իրենց կողմից չի ընդունվել, բայց կարողացել ենք, այսպես ասած, գտնել այնպիսի ուղիներ, որոնք որ կարող ենք ներկայացնել մեր հանրությանը։ Առաջարկվել է հետևյալ տարբերակը 2 ամսով եւս երկարաձգել 40,000 դրամ աջակցությունը, այսինքն 40+10-ին վերադարձ չի լինելու իրենց կողմից, այն պայմանով որ վրանը պետք է հանենք եւ զուգահեռ պատրաստակամություն են հայտնել ստեղծենք խմբեր, ձևավորենք խմբեր բնակարանային ծրագրի բարելավման համար, զբաղվածության խնդիրները լուծելու համար, իրենց հետ աշխատելու, ուրախ կլինեմ լսել ձեր տեսակետները, փորձենք առաջիկա օրերին ներկայացնել մեր գրավոր առաջարկությունները կառավարությանը, մենք հիմնովին ապացուցել ենք, որ վրանը որևէ խոչընդոտ չի հանդիսանում կառուցողական դաշտ մտնելու համար, սա այն հարթակն է, որտեղ կարող ենք հանդիպումներ կազմակերպել մեր հայրենակիցների հետ, հավաքագրել բոլոր խնդիրները եւ ներկայացնել կառավարությանը։ Այդ իսկ պատճառով ուրախ կլինեմ լսել ձեր տեսակետները, առաջիկա օրերին մենք կձևավորենք խմբերը եւ կառավարությանը կներկայացնենք։ Ասմասով Տիկին Պետրոսյան, եթե ասելիք ունեք։ Միանշանակ այն որ վրանը որևէ խոչընդոտ չի հանդիսանում, սա ակնհայտ է, որովհետև վրանը հենց ստեղծվել են դրա համար, որպեսզի հավաքագրի ժողովրդի կարծիքը, ու չեմ հասկանում ինչի է վրանը այսպեսի անհանգստության տեղիք տալիս ուրեմն կառավարությանը, բացի հավաքագրման, կարծիքների հավաքագրման, սա դարձել է ինչ-որ մի սիմվոլիկ ինչ-որ մի հավաքատեղի, որտեղ մարդիկ պարզապես գիտեն, որ արցախցիները այստեղ են, ու հաշվի առնելով, որ տարբեր մարդիկ տարբեր տեղեր են այսօր բնակեցված, գալիս են իրար, տեսնում են այն ինչ որ իրանց հոգու մեջ կուտակվել է, թափում են, իրար հետ խոսում են, խորհրդակցում են, կիսվում են, մեկը մեկին տեսնում են, նաև բացի այն աշխատանքներից, որոնք մենք ենք անում կազմակերպում, սա նաև այս հոգեբանական ինչ որ մի հավաքատեղի է դարձել արցախցիների համար, ինչ վերաբերում է մեր աշխատանքներին, կարծում եմ միանշանակ պետք է ընդունենք այն առաջարկը, որ ավելի կոնստրուկտիվ դաշտ մտնենք ու այն առաջարկները, որոնք կան մեր մասնագետների մոտ, ուրեմն փորձենք մասնագիտական խմբերի ձևավորման միջոցով հասցնենք ու լսելի դարձնենք, թե ինչքան են պատրաստական, ինձ թվում է, եթե համաձայնել են այս մասնագիտական խմբերը ձևավորելուն, մտածում եմ, որ նաև կա պատրաստակամություն մյուս կողմից, հույս ունեմ, որ կա այդ պատրաստակամությունը լսելու մեր ձայնը, որովհետև ինձ թվում է հանգուցալուծումը միայն դա է, մենք պետք է մեկս մեկին լսենք ու փորձենք գտնել այն արդյունքը, որը որ կբավարարի մեր ժողովրդին, ու ըստ այդմ իմ կարծիքն այն է, որ մենք երևի թե այսօր պետք է սկսենք հենց այդ առաջարկից, սկսենք ձևավորել մասնագիտական խմբերը ու անցնել հաջորդ աշխատանքային փուլին։ Այս է իմ կարծիքը։ Ես կարծում եմ, որ վրա եւ միասնության, համերաշխության ապահովման, այստեղ նաեւ շատ կարեւոր է տեղեկատվություն են փոխանակում մարդիկ աշխատանքի ընդունման հետ կապված, բնակարանների ձեռքբերման հետ կապված վարձով եւ այլն, եւ դա շատ կարեւոր է։ Կարծում եմ, որ վրանը չպետք է անել, իսկ ինչ վերաբերվում է պայմաններին, ես չեմ ընդունում այդպիսի պայմաններ ընդհանրապես։ Տպարություն է ստեղծվում, որ գիտեք, այն ինչ որ իրենց սուրբ պարտքն է, դա պայմաններ առաջարկելով, այդպես կարծում եմ, որ դա բան չի, ընդունելի չի։ Ամեն դեպքում կարծում եմ, որ համագործակցությունը ավելի ճիշտ է, քան չհամագործակցելը ընդհանրապես, եւ այդ խմբերի ստեղծումը շատ կարեւոր է։ Ամեն դեպքում դրանք շատ կարևոր են քննարկումների համար, նոր լուծումներ, հետաքրքիր առաջարկություններ գտնելու համար համատեղ, բայց մենք չպետք է բնականաբար նաև սոցիալական, ես այստեղ չեմ կարծում, որ մենք քաղաքական խնդիր ենք առաջ քաշում, բայց արցախցիների խնդիրը զուտ սոցիալական չէ, այստեղ արժանապատվություն խնդիր կա,
Արցախ վերադառնալու խնդիր կա, այլ իրավունքների պաշտպանության, նաև պատանների, գերիների վերադարձի խնդիր կա, այնպես որ սոցիալական խնդիրը դա ընդհանրապես արցախցիների խնդրի, նրանց խնդիրների մի մասն է ընդհանրապես, եւ դա ավելի մասշտաբային է, ավելի գլոբալ է այդ հարցը, քան մենք կարծում ենք, եւ միայն բավարարվեց սոցիալական խնդիրներով կարծում եմ արդարացի չէ։